500, դե չի 500, չի 700, դա ուզում եք 1000 ասենք։ Լավ, ներողություն։ Ուրեմն նախ մի բան Սումգայիթը պետք է լիներ, որովհետև դրանից առաջ եղել էր 1969 թվականի բանանցը։ Այսինքն եկեք ասենք, որ խորհրդային տարիներին ցեղասպանությունը հայության դեմ ընթացել է քողարկված։ Իմ ընտանիքը 1971 թվականի նոյեմբերի 16-ին փախել է բանանցից, ինչու, որտեղ հայրս հնարավորությունից աշխատելու հնարավորությունից զրկվել էր։ Գիշերվա հերթափոխի ժամանակ լսել էր, որ իրան պետքա վերացնեն։ Ինչու, որովհետև իր աչքի առաջ սպանել էին հայ մարդու, այսպես հանքավայրում կովշով քարերը լցրել էին այդ մարդու գլխին, ինքը վազել էր, ասել էր, ինչ արեցիք, ասել էին, ավո, լավ մարդ ես, բայց հայ ես։ Հետո իրադին սպառնացել թողեց փախավ։ Այսինքն սա անընդհատ է եղել։ 88-ին պարզապես դա բացահայտվեց, այսինքն սովետը փլվում էր, էլ թուրքը չհամբերեց, ինչ սպասի, նա միանգամից հայերին մաքրի այդտեղից, որտեղ ինքը քոչվոր է, ինքը արաբ չի, որ գա ու գնա, ինքը թաթար-մոնղոլ չի, որ գա ու գնա, ինքը այսպես թուրք է, որ եկել է մեր կենսատարածք եւ պետք է մնար։ Հիմա թվի մասին։ Հաճախ են ասում 26 հոգի, մեկն ասում է չէ 100 հոգի կասեմ, մեկը չգիտեմ ինչ կասեմ։ Իհարկե Շապաշնիկովան մեր հանդիպման ժամանակ փաստաբան Շապաշնիկովան, երբ որ մի կպած ասում ենք ասեք քանի հոգու, ինքը ասաց մի հոգի էլ լինի, դա կլիներ ցեղասպանություն։ Բայց ես թվի մասին եմ ուզում խոսել։ Աստված իմ ձեռը միշտ բռնացման է տալիս եւ ինչ որ փնտրում եմ իմ դեմը բերում է։ Ես մի օր հայտնվում եմ Սումգայիթից փախած ընտանիքում, որը մինչ օրս հանրակացարանում եմ մնում, որտեղ մեր ապիկար իշխանությունները այդ ընտանիքին պատշաճ բնակարանով այսպես բնակարանային հարց այդպես չապահովեցին, եւ իրենք մարդուկին պատմում են, որ մարտի 6-ից 7 գիշերը այն հարևանը, այսպես կոչված ադրբեջանցի, որը իրենց պատասպարել էր իր ընտանիքում եւ որը Սումգայիթի քաղաքային իշխանություններում պաշտոնատար անձ էր, գալիս է ասում, այս գիշեր ձեր ազգակիցներին տանում են թաղելու։ Քանի որ իրենք մնում էին այդ մարդու տանը, պատուհանը նայում էր դեպի այն փողոցը, որով որ պետք է տանեն։ Դա Սումգայիթի Ակյան խանութի փողոցն է։ Եվ կինը մի 10 րոպե, 15 րոպե կանգնում է, սկսում է հեկեկալ հեռանում է, ամուսինը իջնում է երրորդ հարկ, իր տան պատուհանից է նայում, եւ իրենք մարդուկին պատմում են այդ ամենը։ Ուրեմն գիշերը միայն Սումգայիթից մոտավորապես 20 զիլ խորհրդային ռազմական բեռնատար մեքենա եւ 5 պաս ավտոբուս տարան հայերի մարմնի մասերը, դիակները։ Այս ինֆորմացիան որտեղից։ Այդ ինֆորմացիան քաղաքային իշխանությունում աշխատող հարևանն է ասում։ Պազերով տանում են ամբողջական դիակները, իսկ բեռնատարներով մարմնի մասերը։ Ես շատ եմ հետազոտել ոչ միայն հարցազրույցներ, այլ նաև обыкновенный գենոցիդ եւ այլը, որ սկսում ես իմի բերել, դու հասկանում ես, որ պատահական չէր, որ Բաքվից ջրցան մեքենաները բերում էին եւ Սումգայիթի ուրեմն արյան ուրեմն արյունոտված ասֆալտը լվանում էին, ինչ է Սումգայիթը իր սեփական ջրցան մեքենաներով չէր կարող այդ process անել, այսինքն այնտեղ ահավոր բան է եղել։ Հաջորդը ադրբեջանական ԽՍՀ փայտամշակման նախարար Հայրյան Ալեքսանդրը, որը հանձնաժողովի անդամ էր, իրեն տարան եւ բացեցին, խնդրում եմ ուշադիր, ոչ թե դիարանի դուռը, այլ պահեստի դուռը, որպես ինքը տեսնի դիակները, այդտեղ ինքը իրեն վատ է զգում, 2-3 ամիս հետո արդեն ինքը մահացավ։ Իմ հաշվարկները, ես բնագետ մարդ եմ, վերցրել եմ բեռնատար զիլ մեքենայի թափքի ամենափոքր չափը, վերցրել եմ հայ մարդու ամենամեծ քաշը, որ ես Սումգայիցիներին ասացի, որ միջին քաշ այսքան եմ որսում, ասում չեք սամաչում, մենք այդքան չաղ երբեք չենք եղել։ Եվ ոնց հաշվում եմ 20 բեռնատար մեքենաների, ուրեմն վկայությունը ես Facebook-յան էջում նորից դրել եմ, եւ 5 պազերը առնվազն 1500 դիակ էին տանում։ Մյուս փաստը, որը Մարինա Գրիգարյանի обыкновенный գենոցիդ այդ շարքի մեջ էլ է հնչում,
մարդիկ վկայում են, հայ բժշկուհին վկայում է, պատմում է, որ իր բուժքուրը հեկեկալով գալիս է Բաքվում եւ ասում է, որ բանում անատոմիկում այդտեղ բեռնատար մեքենայից բահերով մարմնի մասեր են թափում, այսինքն միայն Սումգայիթում չէր, որ դիակները պահում էին նաև Բաքվում։ Եվ այն փաստը, որ մինչ օրս մենք թիվ չենք ճշտել, եւ այն փաստը, որ մինչ օրս մենք չենք ճշտել, թե ինչ ընտանիքներ ենք մենք այնտեղ կորցրել, սա խոսում է, որ հայությունը, նրա մտավորական շերտը, նրա պատմագետները, նրա քաղաքական վերնախավը ամուլ են ու շարունակում են մնալ ամուլ։ Մարիամ Ավագյան, ադրբեջանական ԽՍՀ փախստականների համագումարի համակարգող։